Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև բանակցային գործընթացը եւ խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։ Նրա խոսքով Անկարան ակնկալում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վերջնական խաղաղության ձեռքբերում։ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները կզարգանան, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մենք վարելու ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ, մենք ունենք բազմաթիվ ընդհանուր գործեր։ Մենք Հայաստանում լուրջ ներդրող ենք, ուստի գործերը շատ են եւ հարաբերությունները կշարունակեն զարգանալ, ասել է Պեսկովը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաեւ նշել է, որ Երևանն այժմ գտնվում է իր զարգացման ուղին ընտրելու գործընթացում։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ գալ Հայաստան։ Հաջորդ շաբաթվա ուղևորությունը ֆոն դեր Լայենի երկրորդ այցը կլինի Հայաստան 2 ամսից էլ քիչ ժամանակահատվածում։ Հանձնաժողովի նախագահը Երևանում էր մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը հյուրընկալել էր Հայաստանը, նախքան ԵՄ Հայաստան անդրանիկ գագաթնաժողովին մասնակցել է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների միության 20-րդ նստաշրջանի մասնակիցներին, մեղադրելով Հայաստանին մշակութային ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Ալիևը հայտարարել է, թե օկուպացված Արցախում եւ այսպես կոչված Արևելյան Զանգեզուրում հայկական վերահսկողության տարիներին ավերվել են մզկիթներ եւ իսլամական մշակութային ժառանգության հուշարձաններ։ Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հավելել է, որ Կիևը Ռուսաստանի դեմ հարվածներ հասցնելով փորձում է ստեղծել բարենպաստ պայմաններ ընդհատված բանակցությունների վերահսկման համար։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների Ուկրաինայի հետ Ստամբուլի համաձայնագրի հիման վրա։